Կինը կյանք։ Ինչպես որ հողից է ծառը ծնունդ առնում, իսկ ծաղիկները իրենց հմայող բույր արձակում, շարունակում են ծաղկել, բերք տալ, չորանալ, մեռնել, հետո մեկ ուրիշ ճյուղ ու ծառ դառնալ։ Մարդու կյանքում էլ կինն է կյանք տվող, կինն է իր մարմնով պտղին տուն դառնում, իր մարմնի ամեն զգայարանով կապվում է հավետ իր զավակի հետ։ Երբ նա ուրախ է, իր ներսում ապրող բալիկն էլ է ուրախ, թե անհանգիստ է, նա էլ է անհանգիստ, այնքան գեղեցիկ է կինն իր մայրությամբ, սրտի տակ կրող մանկան քնքշությամբ, այնքան նրբություն ու սեր է բուրում, ձայնի ելևէջն անգամ ուրիշ է դառնում, մի քիչ քնկոտ են շատերը դառնում, ոմանք շատակեր, կեսն էլ քչակեր, ոմանք էլ անքուն, հոտերն են սկսում երբեմն վատ ազդել, մի խոսքով հայտնի կամ անհայտ, մի հանելուկ է կինն ամբողջությամբ, բայց այնքան սիրով են իրանց վիճակը տանում, թեև գիտեն, որ սուր ցավ է սպասվում, ինչ զգացումով են սպասում այդ ցավին։ Միակ ցավն է սա աշխարհում արար, որ երջանկության մի բարի լուր է, որ արցունքից հետո մեկից շպտում ես, նոր կյանքի ծնունդ, մի անուշ բալի լույս աշխարհ գալու հրաշք ավետիս։ Կինը մի տեսակ պակաս է զգում, քան իր կյանքում բալիկ չի ծնում, լինի դա տղա կամ անուշ տղա, հոգ չէ ինչ սեռի, միայն առողջ լինի։ Կինն ասես մի հող, բեժի, բերքառատ, կինը կյանք տվող, իր կյանքով մեկ այլ նոր կյանք պարգևող, կինը մի կամուրջ ծնունդից դեպ կյանք, կինն Աստծո ստեղծած հրաշք արարած, կինն Աստծո նվեր, օջախի ճրակ, մի գլուխ գործոց ու խոր զգացմունքների մի մեծ դարբնոց։